քաղաքական դոկտրինը, հա, ինքը այսօր կառուցված է մի դիմադրի գաղափարախոսության շուրջ։ Դրանք այնքան հետաքրքիր մարդիկ են, որ փնովելով խորհրդային միությունը հենվում են խորհրդային միության կողմից ձևավորված ամանների, որոնք ըստ էության 1991-92 թվականին ստացել են լիարժեք լեգիտիմություն եւ այդ լեգիտիմության ապացույցը այն դեսպաններն են, ովքեր եկել են իր հետ հանդիպան, որովհետեւ լեգիտիմ եթե չլներ չէին գա, դեսպաններ չէին լինի, դեսպանատներ չէին լինի, այսինքն փորձերը թուրքական տեսլականը խաղաղության ներկայացնել որպես միակ տարբերակ հավասարազորեն սրան ժողովուրդ ջան մենք պետքա գնանք ինքնասպանության, թե չէ մեզ կսպանեն։ Տեսեք, անկլավների հանձնումը, ոչ թե անկլավներ, մենք չունենք անկլավներ։ Եկեք խոսենք, չօգտագործենք էլի սրանց խոսույթը, խնդրում եմ։ Անկլավներ չեն, Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքների հանձնումը։ Ռազմավարական տարածքների հանձնումը ընդհանրապես փուլերից մեկն է, հա, ստրատեգիայի Հայաստանի ապամոնտաժման, ոնց է ապամոնտաժումը լինելու։ Երբ որ դու կտրում ես ըստ էության բոլոր հիմնարար լոգիստիկ ուղիներից քո երկիրը, այսինքն երբ որ իրենք հանձնում էին Գորիս-Կապան ճանապարհը, իրենք ըստ էության կտրեցին Հայաստանին Իրանից, կառուցելով ոչ ռելևանտ եւ կրկին վտանգվող Տաթևով ճանապարհը։ Երբ որ իրենք հանձնում էին Տավուշում ճանապարհը ուղիղ կրակային, հա, վերահսկողության տակ թողնելով հայ-վրացական սահմանը, հյուսիս-հարավը իրենք ու ըստ էության արդեն նվիրաբերեցին թուրքերին, հա, նվիրաբերեցին ինչպես երկու կետն էլ, միտեղ ուղակի, միտեղ անուղակի թուրքը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածք։ Գալիս է երրորդ փուլը դա ժողովրդական լեզվով ասած ոտը պնդեցնելու։ Հիմա եթե դու հանձնում ես Հայաստանի ինքնիշխան տարածքը, ի սկզբանե ես սատերի մասին չեմ ասում, չեմ ուզում ասեմ իրանք ոնց են դա հիմնավորում։ Արտվաշեն, չգիտեմ ինչ, հա, տեղ ինչ որ բան եք ստանում, այո։ Ապա այդ պարագայում Ադրբեջանը ստանում է առանց քեզ հարցնելու, որովհետև դու արդեն համաձայնվել ես, որ օրինակ X տարածքը Իրանն է, չէ, այդ տարածքը բնակեցնելու Հայաստանի խորքում, հասկացեք։ Այդ դա է դառնումական Հայաստանի ադրբեջանցիների բնակեցում, օրինակ Տիգրանաշենում։ Միանշանակ, որովհետև ադրբեջանցիների բնակեցումը հայկական տարածքներում դա էլեմենտներից մեկն է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման։ Հիմա տեսեք, Ժորժ ջան, մի քանի ուղղությունով են աշխատում։ Ուղղություն համար 1 ռազմական շանտաժ, մեզ վախացնում են, ասում են չարեցիք սպանենք, չէ, էդ են մեզ ասում, իշխանությունն, դա մեզ ասում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի։ Երկրորդը, ասում են մի վախեցեք, որ մարդասպանը կգա կապրի քո տան մեջ, քեզ էդ են ասում, հարգելի հեռուստադիտող, հա, իմիջիալոց, հետս համաձայն չես, համաձայն ես, միևնույնն է, դա չի փոխում այն իրականությունը, որը տեղի ունենում։ Երրորդ, դրա հետ մեկտեղ քեզ ասում են տան դուռը պետք է հանես ու վերահսկողությունը ներս ու դրսի տաս երրորդ կողմին, որովհետեւ դա էլ է միակ տարբերակը, որ քեզ չգան չսպանեն։ Հիմա հարց, երբ որ այս գործողությունները ակնհայտ են տալի, որ նախապատրաստվում են նախադրյալներ քեզ սպանելու ոչ միայն ֆիզիկապես, հասկանում եք, բոլոր առումներով, քեզ ընկճախտի մեջ պահելով, քեզ ստորացված, նսեմացված, քեզ ամենասուրբ բաները ինչին դու հավատում ես, այսօր քեզ ասում են դա խնդիր է քո համար։ Ըստ էության այն ինչ մենք ասում ենք, որ մեզ հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունը թուրքերը ադրբեջանցիները ասում է հետեւյալը. ձեր խնդրեմն է, որ դուք հայ եք ու սիրում եք ձեր հայրենիքը։ Եղեք հպարտ քաղաքացի, սիրեք ձեր պետությունը։ Եթե էսի չանենք, լինելու է պատերազմ։ Բայց այն որ պատերազմը մի հատ ահավոր բան եմ ասում, չի ավարտվել այդ պատերազմը։ Իրանք չեն համարում, որ ավարտվել, իրենք համարում են, որ ավարտվել է որոշակի փուլ, մեծ process-ի, որի մեջ ոչ ես, ոչ դու, ոչ մեր երեխեքը տեղ չունենք։ Զուգահեռաբար էլ մեզ ասում են դու իրավունք չունես դիմադրել, որովհետև եթե դու դիմադրում ես, կարող է խուժանը տենա վրեդ վրա տա։ Ժորժ ջան, աբսուրդ է, եթե դիմադրում ես, վրա չի տա։